Կիրակի մարզի բնակիչները հայտնի են ոչ միայն սուր հումորով, այլ նաև մարդուն մեկ ակնթարթում բնորոշելու կարողությամբ։ Այդ կարողությունը դրսևորվել է մասնավորապես Գյումրիում եւ մասնավորապես մականուններ կնքելիս։ Up John, Johnny John. Our malitses. Ekez qurban. Up John. Smile vorne. Գյումրու մասին ամենասիրելի երգերից է, հայտնի ամենահայտնի մականունավոր գյումրեցիներով։ Կոլոզի ցարի ջղր. Citrus min çogursuğu, şadoyen cip novazik, enger margo uortanik, mali tağırk zez kurban, serlizun zez favan, hocan lenne. Բոլորն էլ մականունով են ճանաչում, ու դա իշտում է շատ ճիշտ բան է։ Ասենք մեկը ասում են կեղամն է, բայց նայում ես ինքը արշալույսն է։ Կասում որ չատնի արշալույսն է։ Երբ Աղասի Շաբոյանը Գագիկ Բարսեղյանին ջագին ասել է ըբ քաղաքաղայդով երկում չունենա, ջագն էլ ինչպես ինքն է ասում. Ես էլ թասիբինգա։ Այ քեզի չնախատեսված բան։ Քան որ այլ ժամանակ Rolling Stones էինք երգում, բան էինք անում, Mick Jagger կար։ Այդպես ճակ, այդպես մնաց մականունը։ Բոլոզ Մուկուչին մի առիթով հարցնում են. ինչի սաղ լենականցիկ մականուններ ունին։ Մուկուչն էլ պատասխանում է, թե որտեվ մենք համ մարդուներ սկտեսնինք, համ դուրսը։ Մկրտիչ Մերկոնյան, նիարու պոյով եղե պոլոզենսը։ Իշեց թե ինչքան մեծ է ծնե Ու դիգ ինչ խոր նամուս ու աբու Հումորին ծուլված բերեց սերուկյան Վիսյոլի Վարտանը ֆայտոնով Վարբեդ աղասը տնական կինով Քավոր աշիգը Գյումրու տարազով Կրենգելը զիլզիլ զուրնով Մեգելը դուդուգով, չախար ժորան կլարնետով, վիդովը կաշվե տավուլով, վուրճիգն ու բաբուլն էլ ագարձյոնով, մեգից մդան կալոսի պերգեն, հետևից էլ ғաշանգ է մայլիս տեղեն։ Երգիծական բանայսության կերտողները մականուն տալիս հաշվի էին առնում անձի բնավորությունը, արտաքինը, տաղանդը կամ դրա բացակայությունը, ազգի նախնիներին, զբաղվածության ոլորտը եւ այլն։ Ֆայտոն լյովա ենք ունեցե, զորի մայլեն է ապրե, բայց ինքը ֆայտոն հետ կապ չի ունեցե, առաջիս ենք են սամասվալներից են, ինքն է քշե, որ մետել է մայլա, կադագով հերվիցել են ֆայտոն լյովան հեկավ, շակար կարրեն ենք ունեցե։ Ինքան քաղցր բնավորություն է ունեցել, որ բարի շակար են կնքի մականունը։ Գագիկ Վարդանյանը մի ամբողջ գիրք ունի մականունավոր գյումրեցիների մասին, նրանցում հումորն ու երգիծանքը անպակաս են։ Գյումրեցի ունենք, որ իր մականունը հավավում է, ընգալիր կյանքը լիովին, əgəl։ Ծիտրոալեկիկ, չախալ, կտուց, ֆռիկ, ֆանտազ, երկանք, ըկլ, շաքար եւ այլն։ Սրանք մականունների շատ փոքր մասն են, սակայն հատկանշական է, թե ինչու են վերջիններից կնքել հենց այդ մականուններով։ Ֆռիկ է տաշես են ֆռիկ տիկո։ Իմացար Վարդգեզեր է, ինքը շատ ճանաչված արհեստավոր է եղել քաղաքում։ Ինքը ամեն խոսքի մեջ դիմացինսել է իմացար, մականունը մնացել է իմացար Վարդգեզ։ Պարտնով ֆանտազի արդաշենք ունեցել։ Քնից կելներ առավոտը մի հատ ինչ-որ ֆանտազիա, ինչ-որ մի հատ շորի ձև կորոշեր, ֆանտազի արդաշեն տրե։ Ասում են գյումրեցիները պատվով են կրել իրենց մականունները, դրանցից շատերն անգամ որպես ժառանգություն անցել են ազգի սերունդներին, եւ զգացողությունը մականունը ընդունելու ու պատվով կրելու խոսում է հումորի ընկալման ու ձևավորման ուրույն տաղանդի մասին։ Մենք դաժան մականուններ ունենք, բայց չէ՞ սաղ, այսպես Վարդմանուշակ էլի։ Վարդմանուշակների շարքից չէր օրինակ Չոպուր մականունը, որը կրել է Սուրենը։ Չոպուր Սուրենը հայտնի էր դեմքի անհարթություններով, բայց դա վերջինիս երբեք չի կաշկանդել։ Շուկա է գնաց, ասել է իմ դեմքի պես խաս, այդպես տեղծիկուդ ունեցող, այդպիսի տեղծ տվեք, այսինքն մարդը եղել է հումորով եւ ամենաառաջինը հումորով իրեն է վերաբերվել։ Քաղաքում հայտնի դհոլահար ու նկարիչ Սերյոժա Կարապետյանն էլ հայտնի է որպես Կուժիկ։ Նրան այդ մականունը տվել է Աղասի Շաբոյանը։ Լինում
են հյուրախաղերում, Կալինինոյի գյուղերից մեկում, այնտեղ իրենց գուշիկով մեղր են հյուրասիրում։ Երբ հետ են գալիս, բաբիկը միշտ պատմել է Շաբոյանին, թե գուշիկով մեղր հյուրասիրեցին մեզ ու անընդհատ սկսել են ինչ-որ հումորային խոսակցություններ ունենալ ու այդպես այդ գուշիկ բառը հնչյունափոխվել է ու գուշիկ են կնքել բաբիկին։ Հատկանշական է, որ գյումրեցիների մականուններն այնքան տիպիկ էին, որ ընդունելի են եղել ավելի քան հենց իրենց անունները։ Դա է վկայում Կուժիկի թորնոյի պատմությունը, թե ինչպես չի ճանաչել պապին իրական անուն-ազգանունով։ Մի այդպես 2-3 հոգի մոտեցան, հարցրեցին երեխեք Սերոժա Կարապետյանի բնակարանը որն է։ Մենք զարմացած նայեցինք իրար, երեխեքից մեկը այստեղ այդպես մարդ չի ապրի, ու այս մարդիկ զարմացած հետ դարձան, նրանցից մեկը դե տոապ ջան, ես գիտեմ Կուժիկի տունը ստեղ է, այդ պահին Կուժիկի անուն ենք լսում ու հետևից գոռում եմ կանգնե, դիգին պապս է։ Քաղաքը ժամանակին հաստիկով, այսպես ասած, շուն զարկող է ունեցել։ Այդ գործն արել է Հարութը, ով գործը ժառանգել է հորից ու հայտնի է եղել որպես շուն զարկող Հարութ, բայց մի օր Հարութը գալիս է գիտակցության, որ պետք չէ շներին սպանել։ Ավելի լավ է այս շների ոճը կտրեմ, տանեմ հանձնեմ։ Իրանք էլ ապրեն, ասում եմ մի ժամանակ անց քաղաքը լցվեց ոճը կտրած շներով։ Ու բոլորը ասում է իրար հետ փսփսում էին, թե Հարութը վաղուց այս շների ոճի գինը կերել է։ Ես էլ հետները կխնդայի, բայց իրանք չգիտեին, թե ես եմ Հարութը։ Այս սա է Գյումրեցու, այ մազալուփանը սա է։ Մականունավոր գյումրեցիները որքան էլ հայտնի են իրենց հումորային մականուններով, այնքան էլ հայտնի են իրենց արկածախնդրությամբ, սրամտությամբ ու ծիծաղաշարժ պատմություններով։ Շատ հետաքրքիր է նաև Տիտրոալեկի հետ կապված մի հումորային պատմություն, ուրեմն նստում է ֆայտոն, 3 մանետ է տալիս, այս ֆայտոնջին ասում է այդ տնաշեն, այն օրը տղետ նստեց 5 մանետ տվեց, ասում է թե տղես կուտա, բայիշ կանի, տղես հեր ունեցող, բան, ես անդեշ տղա եմ, ոնց քեզ 3 մանետից ավել տա։ Մոտենում է լրագրող մի աղջիկ, պարզում է խոսափողը, հարցնում է ինչ է ձեզ համար հայրենիքը։ Չոպուր Սուրենին է պարզում առաջինը, ինքն էլ Գյումրեցու բայել կեցվածքով ասում է հայրենիքը դիգիմ հերս է, մերս է, քուրս է, հարազատներս են։ Այս աղջիկը լրագրող աղջիկը մի փոքր շփոթված խոսափողը պահում է Կուժիկին ակնկալելով ավելի լակոնիկ պատասխան, հարցնում է իսկ ինչ է ձեզ համար հայրենիքը, Կուժիկը մի պահ լռում է ու պատասխանում է հայրենիքը դիք Սուրենի հերն է, մերն է, քուրն է։ Այդպես դա վերածվել է էլի հումորի։ Ինչպես կնքվել են մականուններով, այնպես էլ ապրել դրանց հետ ու բարի ուղիղ իմաստով տարել այդ մականունը մինչև գերեզման։ Տապանագրերից մեկի վրա սև հումորով գրված է հանգչիշ խաղաղությամբ կլուճ, այսինքն բանալի բալոտ։ Պարզվում է, որ փորագրված է այդ գրությունը վերաբերում է փագանագործ վարպետին, որը կենտանության օրոք բոլոր դռները կարողացել է բացել։ Կամ շատ հետաքրքիր արձանագրություն Սամավար Սուրոյի հիշատակին։ Տեսեք, ոչ մի բան, այնքան մարդուն չի կարող փնտագրել, ինչքան այդ մի փոքրիկ բառը։ Գուցե զարմանաք, բայց Գյումրիում անգամ տապանակարային երգիծանքը կարելի է առանձնացնել։ Լից անեկա, այսպիսի գրություն, որը էլի խոսում է մարդու, տեսնում եք գերեզմանակարի արձանագրություն, այդքան կենսասիրություն արտահայտել լից անեկա, այսինքն մարդ, որը կյանքի վայելքներից օգտվել է եւ տապանակարի վրա գրված է մի շատ ծիծղուն գրություն։ Երբ խոսում ենք մականուններից, Շիրակի երգիծական բանահյուսությունը չէր կարող չհասնել նաև գյուղական բնակավայրեր։ Այստեղ իհարկե ամենաքիչը սխալ կլիներ չանդրադառնալ Շիրակի մարզի Կուսանագյուղ բնակավայրին։ Ավետիջին ասել են լաճարավո, Դավոին ասել են թարախ դավո, Մագարին ասել են Ղամմազ Մարկարին ներողություն, ասել են Ղամմազ Յուզբաշի եղե հարուրապետ է։ Իսկ Մագարին էլ ասել են դե ինչ ասեմ, դաժե վիրավորական անունները, բայց այդպես են ասել, էշ Մագար։ Մինչև հիմա էլ այդ ազգերին այդ անունը տալիս են։ Գյուղի առաջին բնակիչներին է թվում Համլետ Հարությունյանը համապատասխանաբար իրենց մականուններով։ Ի դեպ, այս գյուղի բնակիչներն հայտնի են նաև որպես անուն դնող Ղափլեցիկ։ Նույնիսկ 50-ական թվերին պատերազմից հետո մի գյուղը մյուսի վրա երկ է կապել։ Շիրակ դաշտի կենտրոնում մի շեն գյուղ կա Շենուսիրում։ Միջի մարտի հումորիցով
անուն դնող ու նախադող։ Եվ կապ չունի թե ինչ պաշտոնի, տարիքի կամ սեռի մարդ կգար գյուղ, պարտադիր առաջին հայացքից ստացած տպավորությունը միզավեշտալի մականվան կվերածվեր։ Քարտուղարը գալիս է տես Սամսոնապեր, ծանոթացի, տես կենտկոմից ինչ սիրուն մարդ են բերել մեր գյուղը։ Էդելես մենզի չեն կր անուն տնե։ Ես մետիա տեղոստեղ անուն է էլի, կանտած կաջուջ է, որը մեծ է։ Հումորի փամփուշտը այս մարզում միշտ գիտի երբ կրակել, իսկ երբ կրակում է, շատ դիպուկ հասնում է նշանակիտին ու անգամ արձանագրվում որպես արժեք։ 2024 թվականին ես եւ էթնոհոգեբան Կարնես Սահակյանը ներկայացրինք մի հայտ Շիրակի երգիծական բանահյուսությունը։ Այս տարը որպես Շիրակի երգիծական բանահյուսության բաղադրիչ ներառվեց Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Հենց սա է Շիրակի երգիծական բանահյուսության արժեքավոր կողմերից մեկը, որտեղ որքան սուզվում ես, այնքան հասկանում հատակը խորն է ու դեռ լեցուն չբացահայտված գոհարներով։